Բարև ձեզ։ Ձեզ հետ նորից քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան Վանյան Գուրգենն է։ Ես 3-4 օր մի հաղորդում էի նայում 300,000 ադրբեջանցիների հետ կապված, որ Հայաստանում հայտնվելու են։ Ճիշտ ասած հաղորդումը շատ հետաքրքիր էր, Փակ TV-ում էր դա տեղի ունենում, Համլետ Ղուշյանի կազմակերպած բանավեճ էր տեղի ունենում Հայկ Մարտիրոսյանի եւ Շանթ Հարությունյանի միջեւ։ Ну այն բանավեճի համար նախատեսված չէր, բայց ընթացքում դարձավ բանավեճ։ Եվ ճիշտ ասած Հայկ Մարտիրոսյանը շատ մտքեր արտահայտեց ճիշտ, որը որ ես եմ նույնպես մտածում եւ դա ընդունում 300,000 ադրբեջանցիների հետ կապված, որ 300,000 ադրբեջանցիների հետ կապված հիմա շատ են տենց ոնց որ կատակի տալի, բանանում, ձեռարնելիքի տալի բանանում, բայց իրական դա շատ լուրջ մի ոնց ասեմ, շատ լուրջ մի գործողություն է լինելու։ Իդեմս Հիկմետ Հաջիևի ասած, այսինքն դա ուղղակի օթից բռնած ինչ-որ թիվ չի, հա, 300,000 ադրբեջանցիների Հիկմետ Հաջիևն է դա ասել, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է տեղափոխենք Հայաստան։ Ну, ճիշտ ասած Սամվել Կարապետյանը որ ասել է, ինքը առհասարակ ընդհանուր ճիշտ է ասել, բայց ինքը չի կարող, իմ կարծիքով նա չի կարող ասել ավելի ստույգ դա ներկայացնի, հա, թե այնտեղ չգիտեմ ինչ հետ է կապված եղել, օրինակ ես կարեի ավելի ստույգ ներկայացնեի։ Չի կարող ասել ավելի ստույգ ներկայացնի այդ պահը, եւ ԿՊ-ն իդեմս Նիկոլ Փաշինյանի, Վահագն Ալեքսանյանների, հա, սկսել են տրոլինգի վերածեն այս խոսակցությունը, դարձել է այս խոսակցությունը բան մի հատ այնց ինչ որ բաուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Ժողովուրդ Հայկ Մարտիրոսյանը շատ ճիշտ բան ասաց, երբ որ բանավիճում էր Շանթ Հարությունյանի հետ։ 300,000 ադրբեջանցիները ոչ թե գալու են ինչ որ տենց միանգամից ավտոբուսներով բերելու են սեպտեմբերի ամսին լցեն ստե, տենց չի լինելու։ Հիմա օրինակ միակ առավելությունը Հայաստանի Հանրապետության որն է, որ մնացել է Արցախյան շարժումից, որն է, օրինակ ձեր կարծիքով։ Արցախը չկա, տվել ենք։ Մեր խնդրեմը հիմա որն է։ Այս 300,000 ադրբեջանցիների խոսույթ ես ճիշտ ասած շուտվանից եմ ուզում ասեի, դեռ ընտրությունների ժամանակ եմ ուզում խոսեի, բայց այնպես ոնց որ առիթ չէր լինում, հետո ահա որ շատ այնպես ոնց որ բան է լինում, դեմոնիզացվում էր այս հարցը, որ ըհը տեսեք թուրքերի կողմից են խոսում, ուզում են թուրք բերեն լցեն, եսի ինչ հենց ԿՊԱ-ականներն են էլի խոսում։ Նախ սկսենք դրանից ես ոչ այն կողմին եմ պաշտպանում, ոչ այս կողմին եմ պաշտպանում, ես այնտեղ ոչ իմ իդեոլոգիաներով ինչ որ տենց քաղաքական բան կա, հա, ԿՊ-ում ընդհանրապես չկա ինձ իդեոլոգիաներով տենց ինչ որ մի բան, իմ ազգային է։ Ոչ էլ այն կողմում կա, այնտեղ ավելի շատ պրոռուսական ինչ որ տենց բիզնես եւ այլն տենց ինչ որ էլի ազգային բան չեմ տեսնում այնտեղ, էլի խոսույթ է այդում։ Ինչ եմ ուզում ասեմ, հիմնական իմ այս եթերը մտնելու իմաստը այն է, որ ուզում ասեմ ժողովուրդ 300,000 ադրբեջանցիներ իմ կարծիքով լինելու են Հայաստանում։ Այսինքն ոչ թե 300,000, նույնիսկ կարող է լինի 400,000, 500,000, 700,000 կարող լինի։ Եվ սա ոչ թե ինչ-որ վախացնում, այլ ուղղակի սա լոգիկայի հարց է։ Տեսեք, հիմա արդեն եթե նկատել եք սոցցանցերում, Instagram-ում, Facebook-ում, հա, հիմնականում Instagram-ում, ադրբեջանցի ինչ-որ բլոգեր աղջիկա հայտնվել, որ ինչ-որ գալի գնում աստ է, ասում ես Հայաստանի համար գժվում եմ, սկսել է ընկերներին, ընկերուհիներին բետիստ է, գնում գալիս են, ինչ-որ կոմենտների տակ լիքը ադրբեջանցիներ են մտնում գրում, ես Հայաստանը սիրում եմ։ Այդ միջև 2020 թվականը բոլորդ ատում էիք Հայաստանը, դու ստացվում է պարտությունից հետո բոլորդ սիրում եք Հայաստանը, պարտությունից հետո բոլորդ ասում եք մենք ուզում ենք խաղաղություն, բան ստե ֆրանսիացին չլինի, ռուսը չլինի, սա չլինի, նա չլինի։ Էդի գիտեք ինչ հա դուս գալ, էդի դուս գալիս ու մեկին բռնեն ծեծեն, սխալ տեղը ծեծեն, այդ մարդու հետ քյաստամ գանց են ձեր տան, ասեն ախպեր ջան, թեման փագա չէ, ինքեր մի քիչ սխալ քեզի ծեծեցին, ինքն ասի հա ախպեր, թեման փագա, ձեզ էլ տենալու չկա։ Սես մի քիչ տաղավար եմ բացատրում, որ հասկանաք։ Դրանից դու չես էթալու այդ մարդուն տենաս, չէ՞, խոսքը օրինակ ես օրինակ այդ մարդու ընկերն եմ, որ գիշ չեմ այդ փակած թեման բացեմ այնտեղ բան անեն։ Նույնիսկ Հայաստան-Ադրբեջան թեման է։ Ղարաբաղը տվինք, ծեծված վիճակում ձեր տվինք, հիմա ասում ենք ախպեր խաղաղություն է, ընկեր, ինչ եք ուզում ախպեր։ Վայս է կլում մեր խաղաղությունը։ 3 ադրբեջանցի է գալի, հետո գալիս է 10 ադրբեջանցի, հետո գալիս է 30 ադրբեջանցի բան, այնտեղ չգիտեմ, տուրիստ, զբոսաշրջիկ։ Հետո այդ 10-ը դառնում է 1000, 2000, 5000, 10000 է դառնում, ոնց որ պարսիկներն են գալի գնում, ռուսերն են գալի գնում, հետո ադրբեջանցիներն հայտնվում ովքեր որ տներ են առնում ըստ է։ Մի օքի կլինի, երկու օքի կլինի, 10 օքի կլինի, 20 օքի կլինի, հետո այդ թիվը արդեն դառնում է հենց 300,000-ը։ Սրա մասին է խոսքը գնում, որը որ Սամվել Կարապետյանը չի կարող ասել նորմալ բացատրել, որ իր ընտրազանգված է կամ իր ոչ ընտրազանգված է, այսինքն ԿՊ,
իմ կարծիքով ԿՊԱ-ականներին պետք չի բան բացատրել, ընդ եթե լսում են Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, իսկ եթե լսում են այնտեղ Սամվել Կարապետյանին, ուրեմն նա է ճիշտը։ Մի քիչ մեր ազգի զբաղվելը մի քիչ դժվար է քաղաքական հարցերում ու շատ անշնորհակալ գործ է քաղաքական հարցերով մեր ազգի հետ զբաղվելը, շատ անշնորհակալ գործ է։ Մեկը կհայհոյի, մեկը ես իմ ինչ կանվանի, մեկը կասի դու Թուրքիա ագենտ ես, մեկը կասի դու Կրեմլի ագենտ ես, մեկը կասի դու ես իմ ով ես։ Պրոբլեմը մեր ազգի է սա։ Այսինքն հասարակ լոգիկայի բան է, սա հասարակ լոգիկայի բան է։ Հիմիկվանից եթե սկսել են տուրիստներ կան ադրբեջանցի, հա, բացեք, տեսեք, չեմ հորինում էլի, ադրբեջանցի մոտ աղջիկ կա հայտնի, որ գալի գնում է, շատ է սիրում ինչ որ Երևանը, Հայաստանը։ Դրանց քանակը շատանալու է ինքնաբերաբար։ Դուք եք դա լավ հասկանում, ովքեր որ նույնիսկ դաժե դեմ են իմ ասացին, դեմ են, չգիտեմ, ընդդիմությանը դեմ են, ես եմ ում։ Դուք եք դա շատ լավ հասկանում, տենց է լինելու։ Ու արդեն է այդ դրա տենդենսը երևում։ Եթե կազախներ են գալի այսքան, եթե այսքան ռուսա գալի, բանա գալի, սկսել են ադրբեջանցիներ գան, ինչու պետքա շատանա քանակը ադրբեջանցիների։ Արցախն շարժում ես միակ բանը, կիսատ մնացել միտքը, Արցախն շարժում ես միակ բանը, որ մնացել է մեզի, այսօրվա դրությամբ դա ի՞նչն է։ Դա այն է, որ հիմա չկա ադրբեջանցի Հայաստանում։ Միակ պլյուսը իմ կարծիքով, որ պլյուսը չանց հիմի կարող ինչ որ լիբերալներ հայտնվեն, ասեն, «Էս ի՞նչ է խոսում, ախպեր, պետք է բազմազան լինի մեր ազգությունը, հա, մեր պետությունը»։ Միակ պլյուսը իմ կարծիքով, որ մնացել է, դա այն է, որ Հայաստանում հիմա չկա ադրբեջանցիներ, բայց որ տարիների ընթացքում, այսինքն 10 տարվա, 20 տարվա, 30 տարվա ընթացքում դառնալու է նույնը թվերը 300,000 ադրբեջանցիների պահը։ Այս Սամվել Կարապետյանը, որ այս հարցում նորմալ բացատրեր ոնց է լինելու, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը ընտրվի 300,000 ադրբեջանցի է գալու։ Այս մարդիկ է մտածում են, արա հեսա Նիկոլ Փաշինյանը ընտրվելու 300,000 ադրբեջանցին ավտոբուսներով բերելու, այնտեղ Ռուբեն Ռուբինյան, Վահագն Ալեքսանյան, Կոնջորյան, բան, տենց իրենք շահարկին այդ մոմենտը, տենց դե ուր են, որ ուրա քիչ են գալի այդ ադրբեջանցիները, որտեղ սխալ են բացատրել։ Պրոբլեմը էս է, որ ասում եմ այն կողմ ընդդիմություն նորմալ չկա, ուժեղ ընդդիմություն չկա, ինտելեկտուալ, որ կարողանա ասես տեղին բան անի։ Ընդդիմությունը բան անում, մեկ իրանց այդ բաներից է խոսում, այդ դատական գործերից է խոսում, թե ով ինչքանով է նեղված, ում ինչքանով են դատում, մեկ իրանք մեղադրում են ուրիշների կանանց, որ ինչքան փող են աշխատում, ընդդուցե հակառակն են մեղադրում, ասում են բարդակ է դառը։ Կոնկրետ լուրջ հարցերը ասես անտեսվում գնացվում է։ Ես եկա բան խոսամ, երկու հատ ապուշ մտնի, էշիշ բաներ գրի, ասի դու անգրագետ ես, ինչ ես խոսում։ Մի անգամից եմ ասում, այդ մարկանց բլոկում եմ ու բլոկելու եմ։ Միշտ բլոկելու եմ։ Եթե իմ հետ համաձայն չեք, ուրեմն դուք պետք է բլոկված լինեք, ժողովուրդ։ Եթե դու համաձայն չես իմ հետ, քեզ մտնում ինձ լսում, մազախիստ ես։ Տիկին ջեմաներ, տիկին ջուլետաներ, կներեք էլի մի կան այդ մարկանց մեջ նորմալ adekvat բան մարտիկլ են, հա, անուններով։ Սա ուղղակի օրինակ եմ բերում, սարկազմի հետ կապված ավելի շատ սա բանա։ Ուղղակի հիմնական այդ տիպի անուններով մարդիկ են ինչ-որ հայտնում, որ մտնում ասում են տղա ջան, ես ինչ ես խոսում, ես իմ ինչ բան։ Ժողովուրդ, հետո հետաքրքիր չի, մի լսեք։ Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու իմ կարծիքը միշտ ճիշտ է եղել այսքան ժամանակ։ Ես 2019 թվականից թունդ ընդդիմադիր եմ եղել, այն թվականներին եմ ես ընդդիմադիր եղել, որ Հայաստանի Հանրապետության 90 հիմնակ Հայաստանի Հանրապետության Արցախն է Հայաստանի 99% բոլորը եղել են Նիկոլ Փաշինյանի կողմնակից։ Ես այդ ժամանակ ընդդիմադիր եմ եղել։ Եթե 10 հոգի կային, ես այդ 10 հոգու մեջ էի։ Հետո ես իմ այդքան էլ ռադիկալ ընդդիմադիր չէի, այս վերջին ժամանակները, ու ասացի արդեն ինչի համար, չեմ ուզում ստե ռուսական բանը լինի, Արցախը կորցնելուց հետո Ռուսաստանը ընդհանրապես պիտի այս տարածաշրջանում չլինի իմ կարծիքով, դրա համար ես մի քիչ ավելի մեղմ եմ սկսել վերաբերվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը ինչ առումով, որ այդքան ոնց որ չեմ ինչ որ հելնեմ, ասեմ, գիտես ինչքա պետքա հեռանաս, ես իմ ինչ անեմ, շնորհիվ ես կողմ եմ, որ նա հեռանա եւ ավելի իմ տեսանկյունից ավելի առողջ ուժեր կան, այսինքն լիբերալը մերը չի, ժողովուրդ դա մերը չի, Արայք Հարությունյանը իդեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի ղեկավարը նախքին, հա, որը որ Արցախի ղեկավարի մասին խոսքը չի եթում, այն Արայք Հարությունյանի, որը որ հիմի ազգային ժողովում արդեն ինքը ինչ էր ասում ընտրություններից առաջ, ընտրաշավի ժամանակ ինչ էր ասում։ Ասում էր մենք ուզում ենք Հայաստանը ավելի շատ բազմազան տեսնենք, բազմազան ազգություններ կան, բազմազան երկրներից ավելի շատ կան եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուր տարբեր երկրների քաղաքացիներ կգան Հայաստան, մայրաքաղաք Երևան եւ կզգան իրենից ինչպես տանը։
Իսկ ես չեմ ուզում տենզեվի բան ու հիմա օրինակ լուրա պատտվում իտալական թերթում որ Հայաստանի Հանրապետությունը արդեն նշмарվում է այն երկրների ցանկի մեջ, այն 3-րդ 4-րդ դասի Չ կլասի երկրների մեջ ինքը արդեն գրանցված նշмарվում, չգրանցված, նշмарվում, որովհետեւ ըստ արտաքին գործերի նախարարի կարծիքով Իտալիայի կարելի է բերել միգրանտների լցնել այսինքն Եվրոպայում չթողել, կացարաններ տանել, սարքել Հայաստանի Հանրապետության պես երկրներում, հա, այնտեղ մի քանի երկրներ կա նշած է։ Դա կարծիք է, դա նեն չի դա լինելու է, դա ուղղակի այդ մարդը կարծիքը հայտնել, որ կարելի է SSS երկրներում այնտեղ նշած է եղել նաև Հայաստանի Հանրապետությունը, որ կարելի է բերել միգրանտների կացարաններ սարքել։ Հիմա ըստ է շատ Telegram ալիքներ հերքեցին, բան արեցին, իրանք համ ասեցին, համ հերքեցին, համ եսի ինչ ասին, համ վիդեոներ սարքեցին։ Ժողովուրդ, փաստը մնում է, փաստ հայտարարություն է տեղի ունեցել։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ չեն առաջարկել միգրանտներ ուզում բերեն, այնանք ասեն հա ուզում են կամ չեն ուզում։ Բնականաբար դա կարող է չի եղել կամ դրան չի հասել, բայց որ խոսակցություն կա արդեն, դա կա արդեն։ Իտալական թերթում է դա տեղի ունեցել, դա ոչ ռուսականում է եղել, ոչ ֆրանսիականում է եղել, ոչ ամերիկանում է եղել, որ իմի դնենք մանգանք, չգիտեմ, ռուսական ագենտներ, թուրքական ագենտներ կամ եսի ինչեր։ Դա իտալական թերթում է տեղի ունեցել։ Անդե հերքելու բանը չկա։ Անդե ուղղակի ասում է, այս երկիրը կարելի է, էլի, այս Հայաստանի Հանրապետությունում մի քանի երկրներ կարանք դիտարկենք տենզեվի երկրների ցանկի մեջ, որ այդտեղ պոտենցիալ ժամանակի ընթացքում կարելի է բերել ինչ-որ միգրանտների համար կացարաններ սարքել ժամանակավոր։ Հիմա ինչքան է հերքեք, ինչքան է ասեք, էդի ճիշտ չի, սուտ է եւ այլն, հայտարարությունը համենայն դեպս տեղի ունեցել է, դուք հերքում են հիմնականում, այսինքն պրո իշխանական լրատվականները ինչն են հերքում, չեն հերքում է, որ տենզեվի հայտարարություն եղել է կամ չի եղել։ Նրանք ասում են, դա այո, դա եղել է, նրանք հերքում են այն փաստը, որ իրեն Հայաստանի Հանրապետությունը առաջարկ Եվրոմիություն չի եղել։ Բայց ով ասում, որ ինչ որ առաջարկ է եղել ժողովուրդ։ Օրինակ եք պտտացնում այս ամեն ինչը։ Դեմն այդ հոն դիմադիրները չեն հիմի որ տենց բան անեք։ Դեմն այդ Վանյան Գուրգենն է, որ հաստատ ձեզանից պակաս չի կարա ֆրցնել բոլորին։ Հաստատ պակաս չեմ կարա ֆրցնեմ։ Մի բանը կարող անեմ ֆրցնեմ, բայց ես այդ մարդը չեմ էլ որ դնեմ ֆրցնեմ։ Okay, մի փորձեք տենց բան անեք։ Իմաստը որն է, մտնում ասում եք Հայաստանի Հանրապետության տենզեվի առաջարկ չի եկել։ Հասկացանք չի եկել, բայց ով ասի որ առաջարկ է եկել։ Ուղղակի արդեն դիտարկում են, այսինքն սրանից ինչ կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են եվրոպական երկրներում, հա, իդեմս Իտալիայի կուլուարներում դիտարկում են որպես մի պետություն, որտեղ որ կարելի է բերել միգրանտներ տեղավորել։ Այս խոսակցությունը սրա մասին է, որ կարանք մենք մտածենք, թե Եվրոպայի մեր մասին ինչ են մտածում։ Սա սենց։ Հիմա տեսեք, այս հայտարարությունների ներքո որ ասում են դա սուտ է մի հավատացեք տենց բան չի լինելու ժողովուրդ Արցախը չէինք հանձնում չէ բայց տեղի ունեցավ դա Արեգ Հարությունյանին ես իզուր օրինակ չբերեցի նա ես շատ ուշադիր եմ այդ խոսակցություններին եթե ժողովրդի համար կարևորը չգիտեմ ծիծեռնակաբերդի մյուս օրը գնան ապրիլի 25-ին գնան խորոված անեն քաղաքացու տոն նշեն ես ինչ անեն ու ես եթե ասեմ դա սխալ է ինձ ասեն դու ուզում ես տրաուրի մեջ մենք միշտ ապրենք չգիտեմ մռայլ ապրենք արա չէ ցավներ տան ես այդ հարցերի մեջ ուշադիր եմ տենց բաները չի կարելի անուշադիր թողնել, որովհետև օրինակ եվրոպական երկրներում նստում սպասում են, թե այս քաղաքական գործիչը ինչ է խոսում միգրանտներից։ Ես միգրանտների համար ինչ լսեցի։ Մենք ուզում ենք շատ բազմաթիվ մարդիկ գան, Հայաստանի Հանրապետություն շատ լիքը տուրիստներ գան, շատ այլ աշխատող մարդիկ գան եւ այլ դա ինչ է նշանակում, այսինքն միգրացիա տեղի ունենա։ Եթե դու դա չեք հասկանում կամ չեք ուզում լսեք կամ չեք ուզում հասկանալ, դա արդեն ձեր խնդիրն է։ Հետո մի զարմացեք, հեն այդքան հնդիկներ ավելանում, հեն այդքան ռուսներ ավելանում, հեն այդքան պակիստանցիք ավելանում, մի զարմացեք, դուք եք մեղավորը, որտեղ դուք չեք ուզում լսեք ճիշտը, դուք միշտ ճիշտը լսում եք, հետո բան եք անում։ Չլսելու եք տալի կամ ուզում եք ինչ-որ մի հատ բլոգերի մոտ մտնեք, որը որ տես գովում է, ինչ որ Սամվել Կարապետյան կգովա, Նիկոլ Փաշինյան կգովա, հա, որտեղ այդ երկու մասն է, ընտրազանգվածն է։ Այնտեղ սպասում են, որ մեկը մտնի Սամվել Կարապետյան գովա, իրենց սիրտով հովանա հանգիստ քնի, լայքը դնի։ Այնտեղ սպասում են, որ ինչ որ տես մի հատ սկանդալային բլոգեր մտնի Նիկոլ Փաշինյանի կողմից, տես ինչ որ բաներ խոսա, հանգիստ պորտը դնի, հա, բան այնց այդ Սամվել Կարապետյանի դեպուտատներին պորտը տեղը դրած դնի, նոր գնան քնեն հանգիստ։ Էդ է ձեր բանը, էդ է ժողովուրդ։ Իսկ ապրիլի 24-ի մոմենտով եմ ասում, որովհետև ելի եմ կրկնում քո հոր թաղման, այսինքն մահվան մյուս օրը, որ այդ թաղումը այդ օրը տեղի ունեցել, ամսի հուլիսի 5-ին թաղումը ունեցել հորդ։ Դու հուլիսի 6-ին կհելնես քեֆ անես, ժողովուրդ։
Ձեզ ով ասում քեֆ մի արեք։ Այն ժամանակ ես ասեցի ռեգնյուզովել էի գրել, չգիտեմ 1000 հոգի բաներ կոմենտեր գրել, ասում եմ դու չես ուզում ենք լավ ապրենք։ Արա աղբեր ջան, լավ ապրելը ինչ կապ ունի բանի հետ, այսինքն այդ ֆայմի հետ ինչ կապ ունի, ժողովուրդ։ Վարդավառը սարքել եք բարդակ։ Նոր այն համով հոտով վարդավառից բան չեք թողել, սարքել եք մի հատ եսի փողոցային մի հատ եսի ինչ եք սարքել։ Միգրանտների համար ավելի շատ նախատեսված Երևանը, որ այդ օրը մարդ չի ուզում Երևանի կենտրոնում դուրս ելնի, вообще առացակ դուրս երևա։ Ապրիլի 24-ի մյուս օրը հելնում եք, եթում եք, ձեզ նախատում են, ասում աղբեջան սխալ է, էլի ամսի 25-ին, գոնե 28-ին կազմակերպեք ձեր այդ տոնը աղբեր, հա, որն է խնդրեմ ամսի 28-ին սարքեք, դուք էլի կռիվ եք տալի։ Շատ ինչ որ բան չի, ասենց եթում այդ ազգի բանի հետ կապված։ Գինու փառատոների հետ կապված ես շատ խոսակցություն եմ երկար ունեցել Վլադիմիր Պողոսյանի հետ, իմ ավագ ընկերոջ հետ, գիտեք բոլոր Վլադիմիր Պողոսյանին։ Նա ես դեմ էի այդ ամեն ինչին, նա ասաց ես գնաց հետ տեսել եմ եւ այլն, առհասարակ մենք այնպիսի մի երկիր ենք, որ ժամանակին միջերկրական ծովի արևելյան ափում ոնց որ ապրող ազգություններից մեկն ենք եղել եւ այլն, գինին մեր ոնց որ հին ավանդական բանի մեջ է մտնում։ Ասի լավ, օքեյ, գինին հասկացանք։ Ու ինքս հիշում եմ, ինքը ասեց հա որ պիվա բաներն էր ուրիշ բան, դա կարելի էր հասկանալ։ Բուկվալներ չի ասում 10 օր, այդ գինու փառատոնից հետո 10 օր, 15 օր հետո բանի գարեջրի փառատոն են բերում ստեղ դնում։ Դե իմի ինձ ասեք սա բանա, ոնց ռուսիացի совпадение, թե ոնց է։ Совпадение, я так не думаю, հա, այս վիճակն է, ոնց որ Կիսիլովն էր ասում։ Ժողովուրդ совпадение չի, այս ամեն ինչը։ Ուղղակի պետք է մի քիչ ուղղել այդ աշխատացնեք ու այդ վարդագույն ակնոցները հանեք։ Ու խելացի մարկանց լսեք, ոչ թե ինչ որ լրացնեք, որ զգաք ճիշտ բան ասում, չգիտեմ, Սամվել Կարապետյանի կողմից մտնեն ինձ լրացնեն, Նիկոլ Փաշինյանի կողմից մտնեն ինձ ուզենան լրացնեն, հասկանալով որ ճիշտ բան եմ ասում, ոչ թե դուք պետք է դրանով զբաղվեք, այլ դուք ընդհակառակը կամ եթե ձեր դուրը չի գալի ուղղակի ապխոդանեք անցնեք իմ խոսակցությունները, կամ լսեք, հասկանաք, որովհետեւ ես վատ բան չեմ ասում, սխալ բան չեմ ասում, ու դուք ձեր մեծամասնությունը, ձեր հոգու խորքում լավ է հասկանա, որ ճիշտ բան եմ ասում։ Ես ճիշտ բան եմ ասում, 300,000 ադրբեջանցիներ դա ռեալ բան է, բայց սխալ են բացատրել, դա համար տենց հիմի դարել է մի հատ ինչ-որ մեմ խոսակցություն է դա դարը։ Հիմի ով խոսում է 300,000, ասում են հեն բերիկ, չբերիկ, ախպեր, ուրա մարշրուտկեքը պատրաստել եք որ բերեք Բաքվից։ Չհասկանալով որ սա լուրջ թեմա է ու չպիտի այս խեղաթյուրել այս լուրջ խոսակցությունը, դա լինելու է, դա ուզենք չուզենք լինելու է, որովհետև մենք եթե մենք եթե խաղաղության բնականաբար սահմանները բացվելու է, չէ՞, առևտուրը ավելի շատանալու սահմանները բացվելու է, գնալ գալա լինելու, հա։ Ոնց էլ ինչ որ այդքան տես սիրող բաներ կան, չէ՞, ադրբեջանցիներ կան, որ բեսամ սիրում են Հայաստանը, գրում են «Я очень люблю Армению», а почему я не должен любить Армению, հա, ադրբեջանցիք են մտնում գրում։ Այդ ադրբեջանցիները գալուց է տուն գնեն։ Իրանց այդ չգիտեմ կոմիտասում ապրե օրինակի համար կամ չգիտեմ Թուրքի մայլում ապրե մեր կոմերը այդ Կրիվոյի կոմերը դե ես Կրիվոյից եմ առասարակ այդ կոմերից եմ այդտեղ Քյորփավախ դες հիշում լիքը ադրբեջանցին այսինքն ես չէ պապաս եմ իշտ ինձի պատմում է որտեղ լիքը ադրբեջանցիներ են եղել կոնդումա գալու մեկը տուն առնի իր այդ ոնց որ բանը այդ իր հայրական պատմական չգիտեմ ինչ կհամարի կգատեղ կմնա Պապաս պատմեր հələ ողորմացիկ պապասին չէր պատմում, ասում էր ախպեր մեր տները օրինակի համար 2 մաքսիմում 3 երեխա էր լինում, նորմալ հագնված բան, դպրոց բան, այս կոմենկոմ ադրբեջանցիների թրքերի տունը 7-8-9 երեխային բան անում, տռուսիկով բանով, ոտաբոբիկ հելում են ցեխի մեջ գլոր են գալի բան էին անում, ամեն տնից Դաժե այդտեղ որ բազմանալու համար ասեց Սամվել Կարապետյանը, էլի ճիշտ չներկայացրեց, որ sense էլի մեմ խոսակցություն դառավ, որ ասեց ադրբեջանցիները ֆենոմենալ բազմանում են, ու դա կատակի տվեցին, անցավ գնաց, սա խնդացին, հի հա, այս ինչա խոսում բան, բազմանալ բան, այս գազանանոց էս կոմենկում անցավ գնաց։ Դաժե դա ինքը սխալ բացատրեց այդ մոմենտը։ Ադրբեջանցիները նորից եմ կրկնում մի հատ ձեր ով տարիքավոր է տեսել է իմ հիմնական աուդիտորիան հիմնական տարիքավորներ են 60 անցեր են հիմնականը ես նայում եմ իմ ստատիստիկայով ջահելները քիչ են ավելի բայց համենայն դեպս ով որ ջահել է ձեր հերերին հարցրեք մամաներին հարցրեք տատի պապիներին հարցրեք ով որ տարիքավոր ինքը կհիշի կամ եթե մեր կոմերը չի ապրել թրքի մայլերը դա էտի կոչվում են վաղ Ռոսիայի այդ բաները Եթե այդտեղ արանք չի ապրել կամ այդտեղ չգիտեմ ծանոթ չունի բան, թող հետաքրքրվի իմանա ոնց է եղել։ Ամեն մեկի տնում 7-8 երեխա էր բանել ծնվում ախպեր։
Հորինված դա բան չի, դա փաստ է, որով որ եղել է։ Ու միակ պլյուսը, որ մենք ազատվել ենք ադրբեջանցիներից կոպիտ ասած, հա, դա հիմա ոնց որ հետա գալու մեզի ժամանակի ընթացքում։ Բնական է հիմա չկա այդ պահը, հիմա չկա ադրբեջանցիներ, ու ոչ մի 300,000 ադրբեջանցի չի նստելու ավտոբուսով, հայդե, եկեք Երևան լցվեք։ Տենց չի լինելու։ Ես արդեն բացատրեցի ոնց է լինելու։ 1, 2, 3, 4, 5 տուրիստական բան, այս կողմում գնալ, գալ, այնտեղ մի ռիլս են անելու Instagram-ում, ոնց են հայն ու ադրբեջանցին, չգիտեմ, ընդ արա խմում, ես ինչ անում, բան, գինի խմում, աղբեր ենք այս կողմում բան, ու սենց շատանան։ Բայց չհասկանալու, որ ադրբեջանական ազգային անվտանգության հարցը ստե լրիվ ուրիշ է, որպեսզի կոնտրոլ ունենա Հայաստանի Հանրապետության վրա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը, որ լիքը ադրբեջանցիներ եղան, դա խնդիր է լինելու, այսինքն դեպուտատներ են, ոնց է հիմա եզդիներ ունենք, չէ՞, եզդի եղբայրներ ունենք, ովքեր որ տենց դեպուտատ որպես փոքրամասնություն դեպուտատ լինում են մեր մոտ։ Այդ այնպես ադրբեջանցիներ պետքա լինեն, եթե այդքան ապրեն ստե, հա։ Ադրբեջանցի դեպուտատներ պետքա լինեն, չգիտեմ, կարող այնտեղ մեր համայնքը ձևավորվի, իրենց ներկայացուցիչը ուզենան այնտեղ առաջ տանեն, չգիտեմ, 200,000 ձեն հավաք այդ մարդը։ Դա ժողովուրդ 5 տարվա բան չեմ ասում, 10 տարվա բան չեմ ասում, դա հերրու գտնացող բան է, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց ու նույնիսկ իրանց հետո էլի Նիկոլ Փաշինյանի պես ինչ որ մի հատ ձևափոխված մարդիկ եկան, հա, իդեմս Վահագն Ալեքսանյանների, Կոնջուրյանների, Ռուբեն Ռուբինյանների, իրանց գծով մարդ որ եկավ, հա, սա կարծում տեղի է ունենալու, իմ կարծիքով, սա քաղաքական գնահատական է ուղղակի։ Ես չեմ պնդում, սա ուղղակի իմ քաղաքական գնահատականն է։ Դա լինելու է իմ կարծիքով։ Ես չեմ պնդում, նորից եմ կրկնում։ Իմ կարծիքով դա տեղի է ունենալու ու ոչ թե 300,000, այլ նույնիսկ կարող ավելի շատ։ Սա ուզեցի մտնեմ, իդեպ Հայկ Մարտիրոսյանի ու Շանթ Հարությունյանի բանավեճը մտեք լսեք, շատ բարձր մակարդակի խոսակցություն է գնում, շատ բարձր մակարդակի, կարող է այն քֆուրչի մասայի համար Սամվել Կարապետյանի կողմից է, առավել եւս Նիկոլ Փաշինյանի կողմից է այդ քֆուրչի մասայի դուրս չգա այդ մոմենտ, հա, իրենց ավելի շատ դուր է գալի տես մտեն իրենց բլոգերներին կիսա սկանդալային լսեն, ավելի լավ չնային էդի։ Համեն դեպս որ մտնեք Փակ TV-ում է, Համլետ Ղուշյանի հաղորդումում, որ մտնեք լսեք, բավականին շատ խելացի բաներից է խոսվում, ես տես բաներ եմ սիրում լսեմ, հա, ես չեմ սիրում նստեմ ինչ-որ մի հատ կիսա սկանդալային բլոգեր լսեմ, որը որ այսօր դուրս եմ հիմի ազգային ժողովում է ու ամեն օր ինչ-որ սկանդալային բաներ է խոսում, դիմացիներին է բան, հունից հանում է, այն մյուսն է բանը անում, ասում է հորթ անվանում այդ մարդուն։ Սա իմ գնահատականն է, ժողովուրդ։ Սա իմ գնահատականն է։ Ու նորից եմ կրկնում, եթե ինչ-որ մեկի դուրը չի գալի ես գիտեմ, որ շատերի դուրը գալիս եմ խոսակցությունը, շատերի իմ հաղորդումները, իմ հաղորդումների մեծամասնությունը շատերի դուրը գալիս է, Reg News-ում կլինի, ռուսերեն լեզվով կլինի, որտեվ որակը զգում եք, էլի տարբերությունը որն է որակական, այսինքն մենք չենք դնում ինչ-որ տես բիսեդկա թեմաներ, հա, տշում, կոպիտ ասած, մենք լուրջ բաներից ենք խոսում, մենք մեր թվով լուրջ բաներից ենք խոսում։ Սա նույնպես լուրջ թեմա եմ համարում, մտեք խորացեք, լոգիկան ձեր միացրեք, աշխատացրեք, դուք ձեր համար բան արեք։ Եթե խաղաղությունը տենց շարունակվի, գալ գնալը շատանա, բնականաբար շատանալու է, քանակը ադրբեջանցիներին ու հետո ով գարանտիա ունի, ով կարող է երաշխիք մեզ տա, որ այդ ստե ինչ որ հավաքած մաս են, թեկուզ լինի 40,000 ադրբեջանցի, դրանք ինչ որ տենց երկրի համար վտանգ չեն լինի։ Ով կարող այդ երաշխիքը տա։ Ոչ մեկը չի կարող տա։ Եթե ուզում եք ապրեք ադրբեջանցիների հետ, ինչ ասեմ ժողովուրդ։ Ուղղակի սխալ է այնա, որ ես նույն թեմաներով Սամվել Կարապետյանն խոսացի ու շատ սխալ ձև է ներկայացրել ու ժողովուրդը լուրջ չի ընդունես ամեն ինչին, ԿՊՆ իր կողմից բան ա, այդտեն ձեռ առնելով խոսում բաներ անում, այդտեն այս թեման ոնց որ ջրվավ գնաց, բայց որ խորանում ես իրականում նույնիսկ Հայկ Մարտիրոսյանը դա ասեց, դա տեղի է ունենալու։ Եթե ուշքի չեկանք, դա տեղի է ունենալու։ Հո չես արգելելու ասես ախպեր չէ մի արի, չգիտեմ Նարգիզա ջան, չգիտեմ Վագիվ ջան, չմտնեք Հայաստան հանգարց կամ ԱԱԾ-ն չթողի։ Հայաստանով ասես մտնում է հիմա։ Ոչ մեկ չի արգելելու։ Դա ավտոմատիկ դա բերելու է նրան, որ իրենց քանակը ստե շատանա։ Հենա մտեք նայեք Instagram-ներում ադրբեջանցի բլոգեր գրեք Ադրբեջանская девушка в Армении, գրեք միանգամից բերում է YouTube-ում, Google-ում ուզում եք գրեք, բերում է միանգամից, արդեն կան։ Հիմա վտանգավոր չի հələ որ տուրիստական բանը գալ գնալ բան հիմա վտանգավոր չի վտանգային վաղտա սկսվելու երբ որ իրանք արդեն ստե 1 2 3 արդեն տուն առնեն 3 հոգի 4 հոգի 5 հոգի տուն առնեն ու դա արդեն մասսայական բանի վերածվի այդ վաղտ արդեն վտանգավոր է
Որովհետև այդ 10 հոգին դառնալու է 100 հոգի մի տարվա երկու տարվա մեջ 5 տարվա մեջ այդ 100 հոգին դառնալու է 1000 հոգի 15 տարվա մեջ այդ 1000 հոգին դառնալու է, չգիտեմ, 30-40 հազար հոգի ու իրենց բազմանալն էլի եմ ասում, դուք լավ գիտեք ոնց են բազմանում։ Ես մի քիչ ավելի sense փորձեցի ճիշտ բացատրեմ, որպեսզի հասկանաք։ Սամվել Կարապետյանն այն վաղ որ ասում էր ինչի նկատի ունի, առասեք ճիշտ էր ասում, ուղղակի սխալ է մի քիչ բաներ բացատրել։ Դա համար տենց մեմովի խոսակցության վերածված խոսակցությունը։ Ու նորից եմ կրկնում, ես ոչ ընդրա կողմնակիցն եմ, ոչ ընդրա կողմնակիցն եմ։ Իմ քաղաքական հայացքը լրիվ sense, այսինքն լրիվ ուրիշ է։ Ոչ այնա, ոչ այնա։ Իմը լրիվ ուրիշ է, իմը ազգային գաղափարախոսությունը, հայկական նացիոնալիստական գաղափարախոսությունը։ Իմը ավելի շատ մոտիկա, եթե տենց վեկանենք, Շանթ Հարությունյանի գաղափարախոսությանն է մոտիկ։ Վլադիմիր Պողոսյանի, իրենց շատ մոտիկ է իմ գաղափարախոսությունը։ Այնրանցը չէ, բիզնեսմեններ, ռուսական ուժը, ռուսների հետ կապեր բաներ, այնտեղ է ոնց ասեմ, ախպեր որ ճիշտ լինի։ Իրենց օրոք ամեն ինչը տված, Արցախը տված, մեզի ասեն ախպեր ջան, նորմալ է այս ամեն ինչը պիտի Արարատին չհամարեք հայկական, բան, sense ճիշտ օրինակներ են բերում, Արարատը Հայաստանի Հանրապետությունում չի, բայց իրանք այդ ճիշտ օրինակները ուրիշ ձև են բանանում, այսինքն ուզում են այդ հայի մեջից հանեն այդ հոգին, ջոկում եք, որ ասես Արարատը միշտ նայել ասել էսի հայկական, այդ ուզում են հանեն այդ բանով, ճիշտ խոսույթով, որ աշխարհագրորեն ինքը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում Արարատը, իրենք այտենց ոնց որ մի հարվածով երկու նապաստակ են խփում, այստեղ խնդիրը դա է ժողովուրդ։ Թե դες թվում է ես չեմ հասկանում, լիքը մարդիկ չեն հասկանում ինչ է Նիկոլ Փաշինյանը անում, կամ Սամվել Կարապետյանը ինչ է ուզում անի, չենք հասկանում, լավ հասկանում ենք։ Որ շատ չենք խոսում, չի նշանակում որ չենք հասկանում։ Ոքի շատ չենք խոսում, շատ բաներ չենք խոսում, որպեսզի օրենք այդ խնդիրը չունենանք, որովհետև ավել պակաս բան ես խոսում, մի քիչ ավելի շատ ես խորանում քո ինֆորմացիան, որ դու ունես, թե այն կոմի մասին, թե առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերություններից, մեկ է հոպ, ԱԱՑ-ն եկավ լցավ, ախպեր ջան, մի ամսով, երկու ամսով, 3 ամսով գնացիր։ Այնտեղ, չգիտեմ, դատական գործեր կալանք մալանք, տենց չէր որ այն ժամանակ հələ 20 թվականի մայիսին ասում էի որ ապրիլ-մայիսին ասում էի պետք է պատերազմ լինի, այսքանով ժողովուրդ լավ մնացեք։